Այստեղ հետաքրքիր բան դուք ասեցիք Երվանդ, որ փորձենք գտնենք այլ իմաստ, որ գումարից բացի այն աշխատանքը, որ ես տանը անում եմ, ես անում եմ իմ սիրելիների համար ու տեսականորեն ենթադրվում է, որ ես իմ ընտանիքի բարօրությանն եմ սրանով նպաստում եւ պարտադիր չի, որ ես գումարով ընտանիքիս անջակցեմ, շատ կարեւոր գործ է անում կինը։ Հոգեբանական, եթե խնդիրների դասակարգում անենք, շատ հաճախ կարա տագնապայնություն առաջանա։ Շատ հաճախ լինում է, որ կինը պարտադրված աշխատում է եւ մենք ունենք նաեւ այդ բռնաուտ հուզականայրում կոչվածը, որ կանայք շատ տարբեր դերեր են համադրում եւ այս դերերի համադրելը շատ մեծ ռեսուրս ու էներգիա է տանում ու արդյունքում հնարավոր է տագնապայնություն ունենան բարձրացած եւ սրա ֆոնին նաեւ հաղորդակցումը տոժի, ինքնազգացողությունը վատանա, երբեմն դեպքեր ենք ունենում նաեւ, որ այնքան սպառված եւ բազմազբաղ է լինում աշխատող կինը ի հակասություն ցուցադրվող կերպարի։ Որտեւ շատ հաճախ ցուցադրում են կերպար, ով կարողանում է հաջողակ է, ճամփորդում է, գումար է աշխատում, բավականին շատ նոր հարաբերություններ, շփումներ, բայց սրա մյուս կողմում հնարավոր է լրիվ այլ հույզեր են թաքնված, պլյուս անձը այստեղ շատ կարևոր է, թե մենք ինչ անձի հետ գործ ունենք, այսինքն ինչ նախատրամադրվածություն եւ սոցիալական իրավիճակների միջով է անցնում այս կինը ու ոնց է գործ ունենում առօրյա խնդիրների հետ։ Հա, հասարակությունը հիմա ակնկալում է, որ կինը պետք է աշխատի։